Բարև ձեզ սիրելի երկրորդ դասարանցիներ։ Շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից անցնելու ենք թիվը մի քանի միավորով փոքրացնելու մասին գիտելիքները։ Փոքրացնել նշանակում է պակասեցնել, քչացնել, նվազեցնել։ Գիտելիքների սրահում հանդիպում ենք փոքրացնել, պակասել, մնաց, դարձավ բառերին և արտահայտություններին։ 14 հանած 5 սա արտահայտություն է։ Իսկ երբ գտնում ենք արտահայտության արժեքը, հավասար է 9-ի, դառնում է հավասարություն։ Հիշում ենք 14-ը 5-ով փոքրացնելու համար պետք է 14-ից 5 հանել։ 14-ից 5-ով փոքր թիվը ստանալու համար պետք է 14-ից 5 հանել։ 78 առաջադրանքը սկզբում բանավոր առաջադրանքները կկատարենք, իսկ հետո աշխատանքային տետրում կգրենք բոլոր գրավոր առաջադրանքները։ Առաջին դասի համար։ Գտիր 18 և 6 թվերի տարբերությունը։ Տարբերությունը հանման գործողությունն է, երեխաներն ասում են 18-ից հանած 6 հավասար է 12-ի։ 18-ից 6-ով փոքր թիվը գտիր, 18-ից հանած 6 հավասար է 12-ի։ Շարունակելով միմյանց տրված թվերը փոքրացրեք 8-ով։ Երեխաները շարքերով մեկը մյուսին շարունակելով 9-ից հանում են 8, 20-ից են հանում 8, 10-ից մինչև բոլոր թվերից հանում են 8 և կաշտում են տարբեր եղանակներով։ Օրինակ ասում են 9-ի և 8-ի տարբերությունը 1 է, կամ 9-ից 8-ով փոքր թիվը 1-ն է։ Նման արտահայտությունները արտասանելուց, կատարելուց հետո, մաթեմատիկայի լեզվով խոսելուց հետո երեխաներին առաջարկում ենք կատարել 80-րդ առաջադրանքը։ Շարունակելով միմյանց, ասեք տրված թվերից 9-ով փոքր թվերը։ Արդեն 8-ով սովորել են, 9-ով կատարելը շատ ավելի հեշտ կլինի։ Եթե դասարանը մեծ դասարան է, 30-35 աշակերտի դեպքում կարելի է բոլորին հարցնել, իսկ եթե ավելի քիչ են երեխաները, մեկ աշակերտը կարող է 1-2 անգամ կարդալ արտահայտությունները։ Բառասրահում լրացնել նախադասությունները օգտագործելով փոքրացնել, հանել բառերը։ 17-ը 9-ով փոքրացնելու համար պետք է 17-ից հանել 9, հանել բառը պիտի տեղադրել։ 12-ը 8-ով փոքրացնելու համար պետք է 12-ից հանել 8։ 85-ը լրացրու նախադասությունները օգտագործելով պակասեցնել, մնաց, դարձավ բառերը։ Երբ տատիկը պակասեցրեց արկղում ձվերի քանակը 5-ով, արկղում մնաց 7 ձու։ Երբ տատիկը արկղում ձվերի քանակը պակասեցրեց 5-ով, արկղում ձվերի քանակը դարձավ 7։ Հմտությունների սրահ 86 առաջադրանքը։ Սրանք Սոնայի ուլունքներն են։ Նայում ենք Սոնայի ուլունքներին, սկզբում եղել է 15-ը, Սոնան դրանցից 5-ը հանել է։ Գծանշածները նա տվել է ընկերներին, այսինքն 5 ուլունքը նվիրել է ընկերներին։ 15-ից հանած 5 ցույց է տալիս, որ Սոնայի ուլունքները պակասել են։ Սոնայի ուլունքները 5-ով պակասել են, ճշմարիտ դատողություն։ Սոնայի ուլունքները 5-ով ավելացել են, սխալ դատողություն է։ 15-ից հանելով 5 կստանանք Սոնայի ուլունքների քանակը 5-ով պակասնեցնելուց հետո, այո, ճիշտ է։ 15-ից հանելով 5 պարզում ենք, թե 5-ով պակասեցնելուց հետո որքան ուլունք մնաց Սոնայի մոտ։ Սա էլ է ճշմարիտ։ Այժմ մենք պետք է կատարենք գրավոր առաջադրանքները։ Գրավոր առաջադրանքները կատարելու համար կարող ենք օգտագործել աշխատանքային տետրը։ 81-րդ առաջադրանքը։ Կազմիր արտահայտություններ 16-ը փոքրացրու 5-ով, 8-ով, 12-ով և հաշվիր արդյունքները։ Արտահայտություններն են կազմում։ 16-ը փոքրացրու 5-ով։ Երեխաները կարդում են 16-ից հանած 5 հավասար է 11-ից։ Արտահայտությունը 16 հանած 5, արժեքը 11։ 16-ը փոքրացրու 8-ով։ Այժմ էլ 16-ից հանում ենք 8, հավասար է 8-ի։ Հաջորդը 16-ը փոքրացրու 12-ով։ 16-ից հանած 12 հավասար է 4-ի։ 82-րդ առաջադրանքը։ Եթե 20-ը 8-ով փոքրացնես, կստանաս Աշոտի մտապահած թիվը։ Որ թիվն է մտապահել Աշոտը։ Որպեսզի գտնենք Աշոտի մտապահած թիվը, մենք պետք է 20-ը 8-ով փոքրացնենք։ Փոքրացնել նշանակում է նվազել,
պակասել, քչացնել, այսինքն որ գործողությունը պիտի կատարենք, հանման գործողությունը։ 20-ից հանած 8 հավասար է 12-ի, Աշոտը մտապահել էր 12 թիվը։ 83-ը, Սոնայի մտապահած թիվը 7-ով փոքր է 20-ից, որ թիվն է մտապահել Սոնան։ Եթե 20-ից փոքր է, նշանակում է մենք 20-ից պետք է հանենք 7-ը, որպեսզի իմանանք, թե Սոնան որ թիվն է մտապահել։ Սոնան մտապահել է 13 թիվը։ Ավտոբուսում կար 20 ուղևոր։ Կանգառում ուղևորների թիվը ավտոբուսում 4-ով պակասեց։ Քանի ուղևոր մնաց ավտոբուսում։ Նախ այստեղ հարցնում ենք, թե ինչ պատահեց, ինչպես եղավ, որ ուղևորների թիվը պակասեց, երեխաները նշում են, որ կանգառում 4-ը իջան, այսինքն ավտոբուսում ուղևորների թիվը պակասեց։ Քանի ուղևոր մնաց ավտոբուսում։ Միանգամից, քանի որ տետրը նախատեսած չէ համառոտագրության համար, գրում ենք լուծումը։ Խնդիրը վերլուծելուց հետո ասում ենք պայմանը, պահանջը, լուծումը, հետո նոր գրում ենք պատասխանը։ Ավտոբուսում կար 20 ուղևոր, 4-ը իջան։ Սա խնդրի պայմանն է։ Քանի ուղևոր մնաց ավտոբուսում։ Սա խնդրի պահանջն է։ Երեխաները մտածում են, որ եթե իջել են, ուրեմն թիվը փոքրացել է, պակասել է, քչացել է, իսկ որ գործողությունն է հնարավորություն տալիս փոքրացնելու, հանման գործողությունը։ Լուծում բարի տակ արտահայտությունն են կազմում 20-ից հանած 4։ Սա խնդրի թվային արտահայտությունն է։ Երբ թվային արտահայտությունը կազմեցին, արդեն հաշվում են արտահայտության արժեքը 20-ից հանած 4 հավասար է 16-ի։ 16 ուղևոր բառը գրում ենք կրճատ մինչև ևը։ Եվ վերջում գրում ենք պատասխանը, պատասխան 16 ուղևոր, մնաց 16 ուղևոր։ Անցնենք հաջորդ խնդրին։ Արկղում կար 14 շիշ մրգահյութ։ Ճաշին 9 շիշ հյութը խմեցին։ Քանի շիշ հյութ մնաց արկղում։ Կար 14, խմեցին 9։ Սա խնդրի որ բաղադրիչն է, սա պայմանն է։ Քանի շիշ հյութ մնաց արկղում, սա պահանջն է։ Այժմ գտնենք լուծումը։ Եթե խմել են, ուրեմն հյութի քանակը ավելացել է, թե պակասել։ Պակասել է։ Իսկ ինչ գործողություն պիտի կատարենք, որ ցույց տանք պակասելը։ Հանման գործողություն։ Կազմենք արտահայտությունը 14-ից հանած 9, սա թվային արտահայտությունն է։ Իսկ այժմ հաշվենք արտահայտության արժեքը 14-ից հանած 9 հավասար է 5 շիշ։ Պատասխան մնաց 5 շիշ։ Խնդիր 89։ Կար 14 օղապլիտ։ Հայկը դրանցից 8-ը կերավ։ Քանի օղապլիտ մնաց ափսերում։ Պայմանը կար 14 օղապլիտ, կերավ 8-ը, սա խնդրի պայմանն էր։ Պահանջն է, քանի օղապլիտ մնաց։ Եթե կերել է, ուրեմն օղապլիտների թիվը պակասել է։ Միանգամից գրում ենք լուծումը եւ երեխաներին հարցնում ենք, թե եթե պակասել է, ուրեմն ինչ գործողություն է կատարվել։ Կատարվել է հանման գործողություն։ Կազմում ենք արտահայտությունը 14-ից հանած 8։ Իսկ ներքևում արտահայտության արժեքն ենք հաշվում։ 14-ից հանած 8 հավասար է 6 օղապլիտ։ Օղապլիտը երեխաները գիտեն որն է, կարող ենք ռուսերեն տարբերակ ասել բուբլիկի։ Պատասխան 6 օղապլիտ։ Տնային խնդիրը նույնպես բացատրենք, որպեսզի երեխաները հեշտությամբ գրեն։ Գիրքը, որն Անին կարդում է, ունի 16 էջ։ 7 էջ նա արդեն կարդացել է։ Քանի էջ նրան մնաց կարդալու։ Գիրքը 16 էջ էր, 7-ը կարդաց, այսինքն պակասեց կարդացվելիք էջերի քանակը 16-ից հանած 7,
Տակը նորից արտահայտությունը գրելուց հետո կհաշվենք արտահայտության արժեքը 16-ից հանած 7 հավասար է 9-ի։ Եվ 91-րդը ծառի ճյուղին թառել էր 9 սարյակ։ Դրանց միացան եւս 5 սարյակ։ Ընդամենը քանի սարյակ եղավ ծառի ճյուղին։ Կար 9 սարյակ, 5-ը եկան, այսինքն սարյակների թիվը շատացավ թե պակասեց։ Շատացավ, իսկ շատանալու համար որ գործողությունը պիտի կատարել, պիտի կատարել գումարման գործողությունը։ 9-ին գումարած 5 հավասար է 14։ Պատասխան եղավ 14 սարյակ։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։